Այս օրերին համացանցում լայն քննարկման առարկա է դարձել մի հարց, որը հետաքրքրում է հազարավոր հեռուստադիտողների։ Արդյոք դերասան Լևոն Մկրտչյանն այլևս չի նկարահանվելու Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Պատճառը ոչ միայն նրա սիրելիի կողմից հրապարակված պատմությունն էր, այլ այն, որ Լևոնն ու Էվելինան վերջերս ամուսնացան և անմիջապես հետո դուրս եկան Հայաստանից։ Արդյոք սա մեղրամսի ճանապարհորդություն է, թե արտագաղթ, դեռ դերասանը չի մեկնաբանել։ Հարցը բազմաշերտ է, սկսենք նրանից, որ Լևոն Մկրտչյանի կերպարը Հենրին այսօր սերիալի առանցքային դերերից մեկն է։ Նա ոչ միայն Միքայելի որդին է, այլ նաև հանդիսատեսի սիրված կերպարներից, որի շուրջ պտտվում են բազմաթիվ ինտրիգներ։ Լևոնն այն դերասանն է, որի խաղը կարողացավ ստիպել հեռուստադիտողին սիրել ոչ միշտ միանշանակ, բայց խորքային ու դրամատիկ կերպար։ Այսպիսով նրա բացակայությունը սերիալից դժվար թե աննկատ անցնի։ Այնուամենայնիվ, նրա սիրելին Էվելինան պատմության մեջ հրապարակել էր օդանավակայանի լուսանկար, գրելով «Հայաստան, մենք քեզ շատ ենք կարոտելու»։ Այս ուղերձն անմիջապես մտահոգեց երկրպագուներին։ Շատերը սկսեցին ենթադրել, որ զույգը գուցե որոշել է տեղափոխվել այլ երկիր կամ գոնե ժամանակավորապես դադարեցնել աշխատանքային գործունեությունը Հայաստանում։ Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. նման նախագծերում դերասանների սյուժետային բացակայությունը հաճախ ժամանակավոր է։ Արձակուրդից հետո շատերը վերադառնում են նկարահանման հրապարակ։ Բացի այդ, նման կերպարի հեռացումը պահանջում է լուրջ սցենարային փոփոխություններ, ինչը դժվար թե Դիանա Գրիգորյանն անի առանց նախապես ազդանշաններ տալու։ Եվ ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ Լևոնի կերպարը բավականին ուժեղ արձագանք է գտել հեռուստադիտողի մոտ։ Նրան սիրեցին ոչ միայն որպես Հենրի, այլև որպես երիտասարդ ու տաղանդավոր դերասան, որի խաղը հավասարակշռում է սերիալի դրամատիզմն ու նուրբ հուզական գծերը։ Եզրակացություն. թեև որոշ կասկածներ կան, որ Լևոն Մկրտչյանը կարող է ժամանակավորապես բացակայել սերիալից, մեղրամսի կամ նոր նախագծերի պատճառով ամբողջովին վստահ լինել նրա հեռացման հարցում դեռ վաղ է։ Հավանաբար սիրված դերասանը կվերադառնա իր կերպարին, և հեռուստադիտողը կրկին հնարավորություն կունենա վայելելու նրա խաղը։ Մինչ այդ նրա երկրպագուները պետք է մի փոքր համբերեն և հետևեն նորություններին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Մենք ձեզ շատ շուտով կտեղեկացնենք, թե որտեղ են մեկնել Լևոն Մկրտչյանն ու իր սիրելի կինը և երբ կվերադառնան ու կանցնեն նկարահանումների։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիրը։ Թե որ Լևոնը դարձել է շատ ավելին, քան պարզապես դերասան։ Նա դարձել է հերոս, ով ապրում է իր կերպարի մեջ, իսկ նրա բացակայությունը սերիալից արդեն իսկ ուժեղ զգացվում է։ Ուստի երկրպագուները մեծ սիրով ու անհամբերությամբ սպասում են Հենրիի վերադարձին, իսկ Էվելինայի հրապարակած կադրն ընդամենը հիշեցում էր, որ նույնիսկ կադրից դուրս սերն ու երջանկությունը շարունակվում են։ Լևոն Մկրտչյանն իր հարցազրույցներից մեկում խոսել է իր հայտնիության մասին և սպասում էի այս ակնթարթային հայտնիությանը և անսպասելի էր, ասել էր նա։ Լուսանկարները Սևկան է ուղարկել Արմենիա հեռուստաընկերություն։ Երբ իմացա, շատ բարկացա, հիասթափվել էի մասնագիտությունիցս, հատկապես ծառայությունից հետո չէի զբաղվում դերասանությամբ։ Մտածել եմ հեռու մնամ այնպիսի բովանդակությունից, որն ինձ չի գրավում։ Դերասանությամբ չզբաղվելու պատճառներից մեկն այն էր, որ քյարթու էի, հիասթափվեցի մասնագիտությունիցս նաև այն ժամանակ, երբ շատերի նկատմամբ եղա մաքուր, ազնիվ ու նվիրված, բայց խաղընկերներիցս նույնը չստացա։ Լևոնին սկզբում ութօրյա նկարահանումներ էին նշանակել, այդ պատճառով համաձայնեց։ Նկարահանման առաջին օրը զանգում ասում է, որ երկարաժամկետ նկարահանում են առաջարկել։ Ասում եմ՝ հիմա ոչինչ մի պատասխանիր, արի քննարկենք, որոշենք, պատմել էր Էվելինան։ Լևոնն ունի դերասանին հատուկ խարիզմա, խոսք և այլ կարողություններ, որոնք աստիճանաբար զարգանում են նրան։ Բեմում տեսել եմ, կրկնակի եմ սիրահարվել, համոզեցի Լևոնին, համաձայնեց։ Առհասարակ հայկական սերիալներ չեմ նայում, բայց «Վերջին զանգն» առաջին սերիայից նայել եմ։ Երբ լավ տեսարան է խաղում, ասում եմ՝ սուպեր, բոլոր դրվագները քննարկում ենք, լավին ասում եմ լավ, վատին վատ։ Փոքրուց միշտ մտածել եմ, որ դերասան եմ դառնալու, պատմել էր Լևոնը։ Կանգնում էի հայելու դիմաց ու Ջոնի Դեփի միմիկաներն էի կրկնօրինակում։ Միշտ մտածել եմ, որ պետք է մակարդակ ցույց տամ, իմ խաղով կրթեմ մարդկանց,
թե ֆիլմը, թե թատրոնն ինձ համար կրթօջախ են, որտեղից մարդիկ ինչ-որ բան են սովորում։ Նա նաև նշել է, որ աշխատում է ավիաընկերությունում, գնում եմ օդանավում վաճառվող ապրանքները եկամտաբեր աշխատանք է, որը ժամանակի ընթացքում սկսել եմ սիրել։ Էվելինան էլ ասել է. «Հասկանում եմ, որ Լևոնը հմայիչ է և շատ աղջիկների համար իդեալ, շատերն իրենց պատկերացնում էին Լևոնի կողքին ու հանկարծ գալիս է Էվան, տարօրինակ, չինացու աչքերով և իրենց համար արտասովոր արտաքինով աղջիկ։ Քանի որ ես իրենց համոզմունքներին դեմ էի, դա շարժեց իրենց զայրույթը։ Պնդում եմ, որ նրանք պետք է ինձ հետ լինեն երջանիկ, ոչ թե ես նրանց հետ դժբախտ։ Խնդրում եմ, որ մարդիկ վերացնեն իրենց ներսի նախանձը, որպեսզի այն չզարգանա։ Թվում է, 25 տարեկան նոր ամուսնացող աղջկա համար պիտի շատ ծանր ու ցավալի լինի, երբ դիպչում են ինքնավստահությանը, բայց պետք է կարողանաս գիտակցել թերություններդ ու առավելություններդ, պետք է չվախենաս բարձրաձայնել թերություններդ, աշխատես դրանց վրա, իսկ առավելություններդ դրոշակ չդարձնես ու բոլորին ցուցադրես»։